Գորիս Օփեն շախմատի միջազգային մրցաշարի հաղթող ճանաչված Պետրոսյան Մանուելին։ 10 օր Գորիսը վերածվեց շախմատային կենտրոնի, 10 օր տարիքային տարբեր խմբերի շախմատի սիրահարներ հանդիպեցին եւ իրենց ուժերը չափեցին Գորիս Օփեն շախմատի միջազգային մրցաշարի շրջանակում։ 10 օր 7 երկրներից եւ Հայաստանի տարբեր անկյուններից ժամանած շախմատիստները հաղթանակներից ու պարտություններից զատ բարեկամական ձեռքսեղմումներով հանդես եկան։ Առաջինը ես կարծում եմ այս մրցաշարը շատ կարևոր էր ընդհանուր Սյունիքի շախմատի զարգացման գործընթացի համար։ Իհարկե քաղաքական նույնպես բավականին մեծ ներդրում է, որտեղ 8 երկրներից շախմատիստներ են մասնակցում եւ հնարավորություն էր տեսնել Գորիսը այս մրցաշարը իմ կարծիքով շատ լավ անցավ եւ հաջորդ տարիներ ես կարծում եմ, որ շախմատիստները կցանկանան նույնպես մասնակցել։ Իսկ ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ Սյունիքում մենք պետք է ավելի շատ աշխատանքներ իրականացնենք, որտեղ դրա կարիքը կա եւ բոլորս պետք է լինենք շատ հոգատար Սյունիքի մարզի նկատմամբ։ Այս տարվա նոյեմբերի 11-ից 21-ը Գորիս հյուրանոցային համալիրում անցկացվեց Հայաստանի շախմատի ակադեմիայի եւ Սյունիքի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Գորիս Օփեն շախմատի միջազգային մրցաշարը։ Մրցաշարին մասնակցեցին շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Չինաստանից, Նոր Զելանդիայից, Հնդկաստանից եւ Պարսկաստանից։ Հիմնական գլխավոր կազմակերպիչը Հայաստանի շախմատի ակադեմիան է, որը տարիների փորձ ունի նմանատիպ մրցաշարեր կազմակերպելու հարցում եւ Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան համակազմակերպիչ, այսինքն մենք երկուսով Գորիս Օփենը կազմակերպեցինք Գորիս քաղաքում, շնորհիվ նաեւ մեր աջակիցների, ովքեր սատար կանգնեցին մրցաշարի կայացման գործում։ Ունենք հովանավորներ, այդ թվում Գորիսի համայն կապետանը, Զանգեզուրի պրնձամոլորակային կոմբինատը, Կապանի լեռնարվեստացման կոմբինատը, Հրանտ Բաղդագուլյանի արվեստանոցը։ Դժվարը առաջինն էր եւ առաջինի համար կարծում եմ կայացած է շատ մրցաշարը, արդեն Գորիսը մեծ շրջանակի հայտնի դարձավ որպես շախմատային կետ աշխարհի վրա եւ եթե շարունակականությունը մենք ապահովենք, ինքը կամաց աշխարհում կդառնա հայտնի քաղաք։ Մրցաշարի շրջանակում նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ նաև միջազգային շախմատի կայծակնային մրցաշար, որտեղ միանձնյա հաղթող դարձավ Հայաստանի հավաքականի անդամ, Հայաստանի համար առաջին շախմատիստ գրոսմաստեր Շանթ Սարգսյանը, ով օրերս է վերադարձել FIDE շախմատի աշխարհի գավաթից։ Շատ ուրախ եմ նման միջոցառման կապակցությամբ ու շատ մեծ հույսով եմ, որ սա ամեն տարի կարող են կազմակերպել ու ամենամյա կլինի։ Նման միջոցառումները այս նոր սերնդի համար շատ կարևոր են, նրանք հնարավորություն են ունենում ուժեղ շախմատիստների հետ շփվելու, նրանց տեսնելու, կարծում եմ ամբողջ մարզի համար շատ կարևոր իրադարձություն։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 10 միլիոն դրամ, որից աղյուցի բաժինը հասավ Հայաստանին։ Հայազգի գրոսմաստեր Մանուել Պետրոսյանը դարձավ միջազգային մրցաշարի միանձնյա առաջատար։ Մրցաշարը ինձ համար կարևոր էր տարբեր առումներով, նախ 3 ամիս չէի խաղացել մրցաշարերում եւ որպես մարզավիճակի պահպանում բավականին կարևոր է։ Եվ երկրորդը կարևոր է, որ այն անցկացվում է Հայաստանում, նամանավանդ Գորիսում։ Ընդհանրապես այսպիսի մրցաշարերը շատ կարևոր են թե երիտասարդ շախմատիստների համար, հատկապես նրանց համար, քանի որ նրանք փորձ են ձեռք բերում եւ ունենում են հնարավորություն մասնակցելու գրոսմաստերների հետ, ինչը բավականին լավ հաջողություն է, որ կարողանում ես քո երկրում այսպիսի մրցաշարերի մասնակցել, որտեղ անվանի գրոսմաստերներ են խաղում։ Միջազգային մրցավար Գևորգ Մուրադյանը, ով նաև մրցաշարի գլխավոր մրցավարն էր, խաղի ընթացքը գերազանց գնահատեց, իսկ թերությունը համարեց շախմատասերների հոսքը։ Մրցաշարն անցել է շատ բարձր մակարդակի վրա, աշխատել են շատ փորձառու կազմակերպիչներ, փորձառու մարդիկ, փորձառու մրցավարներ եւ մրցաշարի ընթացքում ոչ մի բացթողումներ չենք ունեցել, կարելի է մեկ բառով նկարագրել իդեալական մրցաշար էր եւ կազմակերպչական եւ ընթացիկ եւ ավարտական մասերով ընդհանուր ամփոփ
տեսանկյունից նայելով։ Միակ խոչընդոտը, որ ես հանդիպել եմ, դա շախմատասերների մեծ հոսքներ դեպի Գորիս հյուրանոց, որտեղ որ ընթանում են խաղերը, խոչընդոտ էր այնքանով, որ սրտանց ուզում էի, որ բոլորը խաղերը նայեն, բայց ըստ կանոնների, ըստ կանոնակարգի ընդհանուր չէի կարող թույլ տալ, որպեսզի այդքան շախմատասերներ մուտք գործեն դահլիճ եւ դիտեն խաղերը։ Գորիս Օփն շախմատի միջազգային մրցաշարում առաջատար դարձան նաև Սյունիքի մարզի շախմատիստները։ Արևիկ Աբելյան, Մայքլ Մինասյան, Լաստրատվական։